Ձեզ ծանոթ է այսպիսի արտահայտություն, ես գնում եմ ֆիթնեսի, ես ժամը 6-ից հետո չեմ ուտում, ես քայլում եմ օրը 10,000 եւ ավել քայլ, բայց մարմնից քաշը չի իջնում, կամ նույնիսկ հակառակը, ես սննդակարգ եմ պահպանում, բայց մարմնից քաշը ավելանում է։ Ծանոթ է։ Կամ լսել եք ձեր ծանոթներից, այո, նմանատիպ բան շատ հաճախ է հանդիպում եւ ինչ է դա նշանակում։ Եթե ձեր օրգանիզմը հուշում է ձեզ ինչ-որ բան, իսկ այս պարագայում ինքը հստակ ձեզ հետ խոսում է, պետք է լսել։ Քանի որ այս երևույթը, այսինքն պահպանում եք ակտիվություն, սակայն ավելանում է մարմնի քաշը, դա արդեն իսկ խոսում է նյութափոխանակության խանգարման մասին։ Եվ այս պարագայում չի փրկի ոչ ֆիթնես տրեյները, ոչ լողը, ոչ քայլելը, այստեղ ամենակարևորը ինչ պետք է անել, դա հետազոտվել։ Կատարվում են մի քանի լաբորատոր հետազոտություններ եւ մենք հստակ հասկանում ենք, թե ինչպես վարվել եւ ինչպես կարելի է կանխել այն բարդությունները, որոնք սպասվում են։